Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես արդեն դպրոցից եկել եմ, հաց եմ ուտում ու գնալու եմ պարապմունքի։ Այսօր կխնդրեմ ավելի երկար մնամ, որ ավելի շատ բան բացատրի ինձ։ Ինչու այդ մայրս մեզ համար համեղ նախաճաշ է պատրաստել։ Իդեպ շատ համեղ թթու է դրել, այս անգամվա բաղադրատոմսը շատ համեղ է։ Սա վերջացնենք, հաջորդի դնելուն ձեզ հետ կկիսվենք, չէ՞։ Այս անգամ առաջվա նման չի դրել, չգիտեմ ինչ նոր ձևով արել ու շատ լավն է։ Համ շուտ թթվեց, համ էլ շատ համով է։ Իսկ նայրան եկել եմ թե չեմ եկել, չարությունները սկսել է։ Մեքենան։ Ես հատ արցեք քրվես դու։ Ինչ? Ինչ ես ասում? Միացնելու ձևը գիտի։ Ես օրինակ ես լվացքի մեքենայի միացնելու ձևը չգիտեմ այս մեկի։ Վայ, վայ։ Ո՞ւմ ես ասում? Շատ բան է։ Թատիկը ցավացրել ես։ Ես ասում եմ պաչի մամ։ Թաթոն պաչի։ Ես ենքան կծեցի պաչեցի իրան։ Սակաս մալավաստիքի։ Մի արեք, հիմնապ մի արեք։ Նա տատին ասում եմ մի արեք հիմնատու։ Ինքն է դառնում պաչի կան։ Մեր հորական կողմի տատիկը պոչում ենք նայում է։ Ասում եմ մի արեք։ Հենց իր անունն է, տատիկի անունն է։ Հենց այս խուճուճյանն է մեր տատիկի անունն է։ Տեսեք։ Ես հավի ձայն է թանում։ Սա էլ են թթունա, որը ես մի քանի րոպե անդադար գովում եմ։ Ծիծակ կուտես։ Ծիծակի թթու։ Հա։ Չէ։ Կծույ է։ Ծիծակի թթուն շատ կծույ է։ Այս մյուսն էլ շատ կծում։ Դե կանաչ է, մեզ թված քաղցր պետք է լինի։ Չէ, սա իզուր որ թված։ Ունե թված։ Անաչատենիներ։ Հա, դե Ինքը չի թողելու դու խոսաս։ դեմքը։ Ուր մտնեմ։ Նայի։ Նայեմ։ Ասմա նայի թե մտի։ Նայի, մտի։ Մամա։ Նայի, մամա ինքն արե։ Մայրս էլ մեզ համար կարտոֆիլ է տապակել։ Նայերային ինչպես միշտ սպիտակներն ենք լցնում, որովհետև ինքը կարմիրներ չի ուտում։ Հա, չի սիրում։ Արի եկինա քաշել։ Կարտոֆակերներ եք դու։ Հա։ Մաման արդեն տարբերում է, ինձ պետք է լցնի կարմիր, նայերային սպիտակ։ Բայց քո հետ խնդիր չենք ունեցել երբեք ուտելու առումով։ Չակեր ես եղել, բայց քմահաճ Իմ խնդիրը մենակ եղել է միշտ չուտելս էլի։ ծաղիկ է դարձել անունից։ Չաճավնա։ Բայց որ վաբշե բերանդ չբացես ու ոչ մի բան չտանես, տենց բան չի եղել։ Ես գիտեք ինչ նկարներ ունեմ տատի գիրկը նստած փլավով, տոմաթով։ Ամեն սեղանին։ Դու կարող ես չակեր ես եղել, բայց ամեն ինչից Աչքերը սառում են, այ ման։ ամեն ինչից փորձել ես։ Իսկ եսի ընդհանրապես բերան չի բացում։ Ինչ չո՞։ Ես մենակ բանը չեմ կերել, ձուկ ու միս չեմ կերել։ Մեկ էլ բան, լոբով ճաշ։ Հատիկ։ Հատիկ լոբով Այ ճաշ։ լավ հիշացրի, լոբի պետք է պատվիրեմ։ Հատիկ։ Ես մեկ էլ խավից չեմ կերել, կաշատ, այս բաները չեմ կերել։ Դովակերը որ դեռ չես կերել։ Մի անգամ տատիկը մամայի կողմի տատիկը, մամայի մաման խավից էր եփել։ Կարո փոքր էր։ Առաջի անգամ ինքը խավից էր եփել։ Ուտի թակ-թակ հավերցնելու։ Սիրելիներս, մենք եկանք խանութ, առևտուր արեցինք։ Հիմա գնում ենք տուն։ Նայրան նիզարմանս մեծ իրան շատ խելոք պահեց։ Իհարկե վերջի պահին էր մի փոքր կապիզի անում են էլ։ Հասցրեցինք ձայնը կտրենք, չլացեց։ Հոգնեց։ Մեր մոտ դեռ ժամը 7-ն է, ոնց տեսնում եք մութ է։ Այ էս է պապայի բացակայություն։ Հա։ Այս է պապայվա։ Սիրելիներս, մենք գնացինք խանութ եկանք։ Այստեղ մեր ամբողջ առևտուրն է, գնեցինք նագեցներ, Նայրայի համար ներպերշիկ, ալյուր, կաթ, մայոնեզ, այստեղ ձու,
մարգարին, ինձ չենք վերցրել, մայրիկից համար շերեփ, ծփիչ, կահավի բուր, հավի ֆարշ, նայրայի համար տակդիրներ, անձեռոցիկ, նարինջ, խնձոր, լիմոն, հետո կոնֆետներ, այսքանը մեր առևտուրն է ու մենք այսքանին վճարել ենք 5000 ռուբլի, Հայաստանի դրամով գալիս է մոտավորապես 20000 դրամ։ Մեր այսքան առևտուրը կազմել էր ընդամենը 20000 դրամ։ Սիրելիներս, մայրս ամեն ինչ դասավորեց, մրգերը հիմա մեզ համար ընթրիք է պատրաստում։ Ինչին կարոտել ենք։ Մեր տանը 1000 տեսակի մակարոնեղեն կա, բայց մենք չենք ուտում։ Մենք առնում ենք ստոպրակներ։ Ինչ ես անում։ Իդեպ տեսեք մամայի վերցրած հնդկահավի ազդրներ։ Մի հատը ոնց որ 600 գրամ է։ Կազմել է 3 կիլոգրամ։ Ինչքան է կազմել սրակինը։ Ոյ։ Վայ բռնի երեխեն չընկնի 500 երևի 600 ռուբլի 895 ռուբլի հա 895 ռուբլի բայց մեզ որպես հավատարիմ հաճախորդ 576 ձեր չենք հատող հա ինք շատ թանկ է հələ ոնց վերցնեմ լավն է կոնե Թար մեջ տեսար։ Դայ։ Ես եմ կանչում հասկանում չսերից։ Ես հասկանում դայ։ Ուտելու ես։ Դայ։ Հիմա ուտելու ես։ Հա։ Բաս։ Պետք է մանրակրկիտ մաքրել։ Մազերը։ Դայ։ Մազեր։ Դայ։ Նարային չի դուր։ Այս մի հոգին չի կարող ուտի, ոն։ Մի հոգի սա չի կարող ուտի։ Խոզի միսն խորում, խոզի բուդն ուտարվա։ Պրճոտ խոզի բուդ։ Պրճոտ խոզի բուդ։ Հա ինչ, շատ լավ է։ Վանանես։ Անես այդպես առիթիտ տնես վան։ Դուխովկա մեկից դիտես մի հատը ուտի։ Եսի ասենք, կեզ պտի ստիպեմ ուտես։ Գիտես ինչ հարուստ է վիտամին, դու ես ինձ ասել, որ հարուստ է վիտամին կաթով ու D վիտամինով հարուստը, ամենակարմիր միսը հնդկահավի միսը։ Դրա համար մաման մի ժամանակ հնդկահավի միսը տարբեր ձևերով պատրաստած կերտի մեջ։ Իմ օրվա սնունդի մեջ անպայման հնդկահավի միս էլ կար։ Սիրելիներս, մայրս մեզ համար այսպեսի համեղ մրգեր ա կտրել, սա ուտենք մինչև մեր ընթրիքը պատրաստ լինի։ Սիրելիներս, մեր մոտ արդեն երեկո է, այսինքն արդեն գիշեր է, մենք պատրաստվում ենք քնելու, ընթրեցինք համեղ, այդտեղ հետո տատիկիս ու պապիկիս հետ խոսեցինք, նայրայի հետ մերավ խաղացինք, բարեցինք, հոգնեցինք, ու ևս մեզ համար կարևոր օր է այդ պատճառով այսօր շատ շուտ պետք է քնենք։ Նեմպես չի, շատ շուտ ուղղակի պետք է նախընտրելի կլինի շուտ քնելը։ Նայրան գնացել է պարկել է մամայի հետ այնտեղ, ներգետեր չեն քնում, խաղում են։ Նայրան շատ ուշ է քնում, բայց դե ես էլ կպարկեմ իմ փոքր կհանգստանամ մինչև։ Նոր ուսումնասիրում էի էջս, քանի անգամը չեմ կարողանում ավելի ակտիվ լինել, քան առաջ, որովհետև առաջ ժամանակը շատ էր։ Ես չէի գնում դեռ այդ ժամանակ ամառային արձակուրդների, ես դպրոց չէի գնում տեսահոլովակներ, արագ էի կարողանում մոնտաժել, արագ էի կարողանում տեղադրել, ինձ ոչինչ չէր խանգարում, բայց հիմա շատ դժվար է դարձել իմ էջին կառավարել ընդհանրապես։ Ես հիմա ինչև գալիս եմ տուն, ուզում եմ տեսահոլովակ մոնտաժեմ, եմ տեսնում, որ 2 րոպեանոց բան է դուրս գալիս իմ այդքան նկարածից։ Ու ասում եմ ոչ,
Սա չեմ տեղադրի, ես չեմ տեղադրի, այն չեմ տեղադրի ու էլի շատ է պասիվանում։ Կարճ տեսահոլովակները չեմ հասկանում ինչ ֆորմատի տեղադրեմ։ Մի քանի անգամ նկարներով այդպեսի սարքած վիդեոներ եմ տեղադրել, բայց այդքան էլ ինձ թվում է նորմալ բան չի։ Այնպես որ ես ընտրեցի, դա ես եմ ընտրել դասերն ու բլոգը համատեղել։ Հիմա ես չպետք է բողոքեմ, սկսեց շատ շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ալիքին, բայց կա մի խնդիր։ Հետևորդների իմ հոլովակների տողների 90%-ը արդեն թիվը քիչ-քիչ աճում է, իմ բաժանորդները այն մարդիկ են, ովքեր որ ընդհանրապես ինձ շատ են դիտում, բայց այ ուղիղ 90%-ը, ովքեր էլի դիտում են իմ տեսահոլովակները, էլի միշտ են դիտում, իրանք անբաժանորդագրվել են։ Դուք ևս բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի մեծ լսարան ունենանք ու ձեզնից ոգեշնչված ես էլ ավելի լավ կնկարեմ, արդեն շատ ժամանակ կարողանամ տրամադրել, քանի որ կիմանամ, որ ինձ շատ մարդ է սպասում։ Դեմքից խնամքը կատարել եմ, հիմա պայքարում եմ այս սրանք անցկացնելու համար, ես մի կողմս ամբողջությամբ մաքրվել եմ, ինչը որ մնացել է մենակ այս 3 հետքն է, սա էլ կանցկացնենք, կրեմը որ կսեցի, բոլոր բզուկները դուրս ապերում, այդ բշտիկները դուրս ապերում, հետո մաքրում եմ, կսել եմ, ոնց հասկացա մաշկիս տակ սրանք էին մնացել, սա էլ է դուրս եկել, հիմա սապում եմ, մենակ օճառով եմ լուացվել, այդ կրեմը չկսեցի, այս անգամ, ես շոտ կոհեմ, մենակ այս էլ որ անցկացնենք, սիրում փայլում էլ էի մաշկը, ինչ ալին Ոյ ինձ համար մի բարակ ջուր եմ բերել էլի մի բարակ ենտեղ եմ խմել, մի բարակ էլ իմ հետ եմ բերել ոնց որ սովորություն լինի շատ ջուր խմել դառել է սովորություն ու գիտեք, բարակույրները փակեմ սո բաց էի քնել շատ արթնացա